Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ Արցախ միությունը Արտակ Բեգլարյանի նախագահությամբ նախաձեռնել են բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների քանդած կամ յուրացրած բնակարանների եւ տների մասին տվյալների հավաքագրում։ Մի քանի ամիս առաջ հավաքագրվել են որոշակի քանակով նյութեր ավերված կամ ուրեմն յուրացված գույքի վերաբերյալ, որը ներկայացվել է Եվրոպական դատարան։ Հետո տեսնելով, որ կա հնարավորություն եւս հերթական քանակը ներկայացնելու, գործարկել ենք այսինքն նորից հայտարարություն է տարածվել պարոն Բեգլարյանի կողմից, իմ կողմից եւ ուրախ եմ, որ բավականին տարածվել է այդ հայտարարությունը, որտեղ իրապես կարիք կա, որ մարդիկ իրազեկված լինեն եւ կարողանան այս հնարավորությունից օգտվել։ Ուրեմն առաջիկայում եւս պլանավորում ենք մի քանի 100 հնարավորության դեպքում հավաքագրել, մի քանի 100 գույքի մասով հավաքագրել եւ իրավական վերլուծությունը իրականացնելուց հետո ուղարկել դատարան, Եվրոպական դատարան։ Նախաձեռնության նպատակների մասին խոսելիս պաշտպանը կենտրոնացավ դրանցից հատկապես երկուսի վրա։ Առաջինը կորցված գույքի ավերված, յուրացված գույքի մասով նախ պաշտպանել են իրավունքները, որոնք տարբեր կոնվենցիաներով, կոնկրետ Եվրոպական դատարանի պարագայում մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում պաշտպանվում են։ Հիմա ավերվել է մարդու գույքը, պետք է դրա պատասխանատվությունը հաջորդի, պատասխանատվությունը կհաջորդի, եթե իրավական գործընթաց լինի միջազգային ատյաններում։ Եվ երկրորդ նպատակը, որը ես նաև տարբեր հարցազրույցներում նշում եմ, որ կարծում եմ, եթե հազարավոր նման գանգատներ ներկայացվեն դատարան, ապա ինչ որ նաև առումով կանխարգելող նշանակություն է ունենալու եւ մյուս անգամ գույքը վերացնելուց ավերելուց առաջ ադրբեջանական իշխանությունները մեկ անգամ ավել կմտածեն, թե արդյոք որքանով է ճիշտ իրենց այդ քայլը կամ ինչ պատասխանատվություն կարող է հաջորդել այդ քայլին։ Սա միամտություն չէ, ի վերջո կարող է կաթիլ այսպիսի ազդեցություն մեծացնել ազդեցությունը ճնշումը Ադրբեջանի նկատմամբ եւ երաշխավորել, որ Արցախում թողնված գույքը չավերվի, չվնասվի։ Օմբուդսմենը օբյեկտիվ է համարում հաճախ հնչող հարցը, թե ինչու է գործընթացը միայն ավերված կամ յուրացված գույքին վերաբերում, եւ նշում է, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատի շրջանակում գույքային իրավունքները ներկայացված են միջազգային դատարան, եւ քանի դեռ Հայաստանը դրանք հետ չի կանչել, մտահոգվելու առիթ չկա։ Այս փուլում հայտադիմումը ներկայացնում է սեփականատերը կամ տվյալ գույքի օրինական օգտագործողը։ Կարող են լինել դեպքեր, երբ որ սեփականության իրավունքը կամ վկայականը տվյալ անձը չունի, բայց այլ փաստաթղթերով կարողանում է ապացուցել, որ այդ գույքը ինքը օրինական կերպով տիրապետում էր մինչև բռնի տեղահանությունը, մինչև 2020 թվականի օրինակ պատերազմը եւ 23 թվականի ագրեսիան։ Այս պարագայում եւս դատարանի կողմից կարող է դիտարկվել որպես լեգիտիմ, հիմնավորում անձի գույքային իրավունքները պաշտպանելու համար։ Հայտադիմումը, եթե նայեք, ներկայացված է անհրաժեշտություն է առաջադրել նախ անձնական որոշակի տվյալներ, հնարավորություն է սահմանված գիծ ֆայլեր ներկայացնել, այսինքն ադրբեջանական բաց աղբյուրներում տարածված տեսանյութերից, լուսանկարներից, այն ինչ որ անձին կարողացել են ձեռք բերել, պահպանել իրենց մոտ, հնարավորություն են ներբեռնելու այդ հայտադիմումի մեջ։ Սրանով գործընթացը չի ավարտվում։ Իրավաբանական խումբը տվյալների հավաքագրումից հետո դեմ առ դեմ կհանդիպի հայցվորների հետ փաստաթղթերն ամբողջացնելու եւ դատարան դիմելու հայտարարությունը ստորագրելու համար։ Իրավապաշտպանը նշում է, որ միջազգային ատյաններում գործերը երկար են քննվում։ Որոշումները հաճախ մնում են չիրականացված, բայց ոչինչ չձեռնարկել չեն կարող։ Արցախցիների իրավունքների համատեքստում եթե նայենք, բազմաթիվ դատական որոշումներ կա, որոնք որ իրականություն չեն դարձել, օրինակ նույն ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցները, Լաչինի Միջանցքի ապաշրջափակման կամ արցախցիների վերադարձ Իրանքի։ Ես հասկանում եմ, որ դրանք օբյեկտիվ իրենց հիմքում ունեն օբյեկտիվ դժգոհություն եւ ես էլ եմ հաճախ դրա մասին բարձրացնում, բայց միևնույն ժամանակ ես այն կարծիքին եմ, որ ճիշտ չէ նաև ոչինչ չանել, ուղղակի կողքից հետևելը, թե ինչպես է ավերվում մեր պատմամշակութային ժառանգությունը, մեր մասնավոր սեփականությունը, տարբեր ելքեր կարող են լինել, այդ թվում փոխհատուցումը տարբերակներից մեկն է, մյուս տարբերակը վերականգնել իրավունքը ստեղծել հնարավորություն անձի համար օգտվելու իր իրավունքից եւ այլ եւ այլ։
Հարցաթերթիկը լրացնելը բարդ չէ, բայց եթե կան մարդիկ, որոնք չեն կարող ինքնուրույն անել, կարող են կապվել նախաձեռնության հեղինակների հետ եւ ստանալ աջակցություն։ Մերի Դանիելյան, Ստեփան Տիգրանյան, Դավիթ Եղիազարյան, Renews Armenia։